Խնդրեմ, պարոն Մի Հովհաննիսյան, փոքրիկ ռեպլիկ եմ ուղղակի ուզում անեմ պարոն Գալստյանի ասացի վերաբերյալ, որ այն հեռանկարը, որը մենք ունենք մեր ֆիսկալ քաղաքականության հետ կապված, առաջի հերթին սպասարկում է մեր կառավարության եւ մեր պետության անելիքները, հետո նոր երկրորդ հերթին նայելով, թե միջազգային գործընկերները ինչպիսի կարծիք կարող են դրա մասին ունենալ, այլ ոչ թե անում ենք դա միայն նրա մասին, որ միջազգային որոշ գործընկերներ ունեն սպասելիքներ մեզնից այդ գործողությունը անելու, սա մեր խորին համոզմունքն է, որ մենք պետք է իրականացնենք այս քաղաքականությունը դեֆիցիտի նվազեցման եւ մեզ համար ավելի մեծ ճկունություն հետագայում ապահովելու տեսանկյունից։ Այսքանը։ Դրեմ պարոն Թունյան։ Շնորհակալություն։ Պարոն Գալստյան, ելի հարցս վերաբերում է ոչ թե բյուջեին, այլ ընթացիկ իրավիճակին։ Հաշվի առնելով այն ինֆորմացիաները, որ մենք ստանում ենք վերջին 1 ամսվա ընթացքում, հաշվի առնելով օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլ պետական իրավապահ մարմինների հաղորդագրությունը, Հայաստանում մեծ ծավալի կանխիկ դրամական միջոցներ են բաժանվել, բաշխվել, որպես ընտրակաշառք ու որոշ դեպքերում այդ թվերը աստղաբաշխական են թվում։ Այսինքն կան դեպքեր, երբ որ մեկ հոգուն տվել են մինչև 150,000 դրամ։ Ու հաշվի առնելով այդ ընտրակաշառք բաժանող եւ ստացող մարդկանց մեծ շրջանակը, կարելի է ենթադրել, որ մենք գործ ունենք ահավոր մեծ ծավալի հետ։ Դուք ունեք գնահատական ինչ մասշտաբի կանխիկ դրամական շարժերի հետ ենք մենք գործ ունեցել եւ դրանք ոնց են ազդել օրինակ դրամական շուկայի, փոխարժեքի ու մնացած բաների վրա։ Շնորհակալություն։ Գնաճի կամ էլ։ Ճիշտն ասած, այդպիսի գնահատական չունենք, մենք նայել ենք, ցեզ ես թվերը առանձին կներկայացնեմ։ Մեր վերջին դիտարկումները, որ մենք բարաբերաբար իրականացնում ենք, որոշակի աճ կար, բայց ինքը տենց ցցուն չէր, որ մենք կարողանայինք ինչ-որ տենց էական փոփոխություններ տեսնել, որովհետև ձեր ասած գործողությունները, որոնք որ դուք նկատի ունեք, կարող են իրականացվել առանց որևէ պաշտոնական վիճակագրության մեջ որևէ արտացոլում ունենալու, այսինքն իրանց պաշտոնական վիճակագրությամբ զգալը շատ դժվար է։ Մենք կանխիկի որոշակի աճ ունենք, ուղղակի պիտի հասկանանք դրանից որը ինչին է վերաբերում, որովհետև միևնույն ժամանակ ունենք տուրիստների մեծ հոսք, ուտեղից տարանջատել հասկանալ, որը ինչ ուղղության վրա է գնալ, ծայրահեղ դժվար է։ Ես թվերը մի հատ կնայեմ, ձեզ կներկայացնեմ առանձին։ Արջ արձագանք եմ, էլի, իսկ մենք կարող ենք ունենալ համառոտ տեղեկատվություն, թե օրինակ ռուսական ռուբլու փոխարկումները հայկական դրամի, օրինակ նախորդ բնականon իրենց ծավալի հետ ինչ փոփոխություն են ունեցել կամ պաշտոնական վիճակագրության առումով, այսինքն փոխանակման կետեր, բանկեր, իրանց փոխարկումների առումով միանշանակ։